Բարև ձեզ։ Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչ է ներքին էներգիան եւ ինչպես է այն փոխվում։ Ներքին էներգիան շատ կարևոր հասկացություն է ֆիզիկայում։ Ներքին էներգիա կոչվում է մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման, կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների գումարը։ Ներքին էներգիան կարող է փոխվել երկու եղանակով։ Առաջինը՝ մարմինի վրա աշխատանք կատարելով կամ երբ մարմինը ինքն է աշխատանք կատարում, օրինակ՝ հարվածելիս, շփելիս կամ սեղմելիս։ Երկրորդ եղանակը ջերմություն հաղորդելով։ Ջերմաքանակ կոչվում է այն ներքին էներգիայի քանակը, որը մարմինը ստանում է կամ կորցնում է ջերմահաղորդման ժամանակ։ Ես կներկայացնեմ այդ ամենը փորձով։ Սկզբում թեյնիկի մեջ լցրել եմ որոշակի քանակությամբ ջուր։ Ահա այսքան ջուր կար սկզբում։ Այժմ ես միացնում եմ թեյնիկը եւ ջուրը եռացնում։ Եռալու ժամանակ ջուրը ստանում է ջերմություն եւ նրա ներքին էներգիան մեծանում է։ Ջրի մի մասը գոլորշիանում է, դրա համար եռացնելուց հետո թեյնիկում ջրի քանակը քիչ է մնում։ Փորձը ցույց է տալիս, որ ջերմություն ստանալիս ներքին էներգիան փոխվում է։ Այժմ վերցրել եմ ջրով շիշ եւ դրել եմ սանարանի սառցախցիկում։ Սկզբում շշի մեջ այդքան ջուր կար, սառեցնելուց հետո ջուրը վերածվեց սառույցի։ Սառեցման ժամանակ ջուրը կորցնում է ջերմություն եւ նրա ներքին էներգիան փոքրանում է։ Փորձը ցույց է տալիս, որ ջերմություն կորցնելիս նույնպես ներքին էներգիան փոխվում է։ Այսպիսով կարելի է ասել, որ մարմնի ներքին էներգիան փոխվում է կամ աշխատում կատարելով կամ ջերմություն հաղորդելով։